Փախստերները բուժելուց այսօր շատ են նշանակում քիմիոթերապիա, ճառագայթում և կուզենայի խոսեի այդ մասին, թե ինչ է իրենից ներկայացնում քիմիոթերապիան և ամեն պացիենտ պետք է իմանա, թե գնալով այդ մեթոդոլոգիայի ճանապարհով ինչ հետևանքներ և ինչ արդյունքներ կարող է ունենալ։ Քանի որ այսօր քաղցկեղները ցավոք սրտի շատացել են, հատկապես մեր երկրում, մեր ժողովրդի մեջ, անհրաժեշտություն կա ինֆորմատիվ առումով օգնել պացիենտներին հասկանալու համար, ինչը իրենց կարող է օգնել, իսկ ինչը կարող է վատ հետևանքներ տալ։ Ավելի ճիշտ կսկսենք վիրահատությունից։ Վիրահատությունները պետք է վիրահատությունների դեպքում ունենալ ճիշտ ախտորոշում, որովհետև լինում են, որ անհեթեթ ախտորոշումներով են պացիենտները գնում վիրահատման, այսինքն գրած է քաղցկեղ, բայց իրականում այդտեղ քաղցկեղ չկա, այլ հիվանդություն է, այլ խնդիր է։ Շատ են լինում, որ բժիշկը ախտորոշման մեջ նշում է այդ բառը, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Ցավոք սրտի այսօր դա շատ է լինում, կատարվում, և պատճառներից մեկը, չեմ ասի բոլոր դեպքերում պատճառը դա է, բայց պատճառներից մեկը արագ գումար վաստակելն է, այսինքն դա ավելի շատ կոմերցիա է։ Այսօր վիրահատությունը կան բուժման մեթոդ, որովհետև մեծ մասամբ հնարավոր է նույնիսկ առանց վիրահատելու օգնել պացիենտներին, նույնիսկ եթե ճիշտ ախտորոշում արվի։ Ախտորոշումներն էլ այսօր ոչ միշտ են ճշգրիտ լինում։ Թվում է, թե այդքան տեխնիկա է զարգացել է, այդքան ծրագրային ինչ-որ փոփոխություններ կա, բայց այսօր այդ տեխնիկան ավելի է խանգարում ճիշտ հիվանդությունը ճանաչելու հարցում նկատի։ Ուրեմն վիրահատությունը կարող է նաև ռեցիդիվներ բերել, այսինքն նորից կրկնվել, վիրահատության դեպքում նաև պետք է հասկանալ, որ կարող է խնդիրը տարածվել։ Եղել են դեպքեր, որ ոչ քաղցկեղ խնդիրը, այսինքն ֆիբրոզ, կրծքագեղձի ֆիբրոզ գոյացությունը վիրահատել են, հեռացել են, առաջացել է ավշային հանգույցի թևի տակի հատվածում, ավշային հանգույցի քաղցկեղ, դա հեռացել են, ամբողջ թևն է տարածվել։ Այսինքն ֆիբրոզը հիվանդությունը անցավ, վերածվեց ավելի ճիշտ քաղցկեղի ավշային հանգույցի, դա էլ վերածվեց վիրահատության հետևանքով, վերածվեց ամբողջ թևի ավշային հանգույցների քաղցկեղի, մինիմում ուռուցքի, որը հնարավոր է, որ հետևանքներ ծանր թողի։ Ուրեմն վիրահատությունը ճիշտ է, անհրաժեշտություն է, բայց պետք է հասկանալ դրանից հետո կարող է խնդիրը տարածվել, թե չէ, և իսկապես դա քաղցկեղ է, թե չէ։ Հաջորդը, որ շատ անհանգստացնող մեթոդ է, դա քիմիոթերապիան է։ Քիմիոթերապիան դա բառից բուն իմաստով թույն է, որը մարդը խմում է։ Այսինքն այդ թույնը ներմուծելով օրգանիզմ ոչնչացնում է, այսինքն ճնշում է և ոչնչացնում բոլոր բջիջները, օրգան համակարգերի հյուսվածքների բոլոր բջիջները։ Քիմիոթերապիան ընտրովի չի աշխատում, այսինքն ինքը և քաղցկեղի բջիջներին է ճնշում և առողջ հյուսվածքներին։ Միայն մի տարբերությամբ, որ քաղցկեղի բջիջները ամիտոզ կիսվելով անընդհատ, այսինքն իրենց քանակը քիմիոթերապիայից հետո նորից վերականգնի, իսկ այդ վնասված բջիջները, որ քիմիոթերապիայով մյուս օրգաններ վնասել են, դրանք կարող են չվերականգնել։ Այսինքն ինչ է ստացվում, որ սպանելով օրգանիզմը ուժեղացնում են, տեղ են տալիս քաղցկեղի հյուսվածքներին։ Նախնական ստադիայում է դա մի քանի ամիս, մի երկու ամիս ինչ-որ փոփոխություն տալիս, բայց հետագան ավելի ծանր հետևանքներ ունի։ Այսինքն
հետագա իմունիտետը ընկնում է, օրգանիզմի հյուսվածքները թուլանում են ու պայքարը նվազում է եւ քաղցկեղը ավելի է զարգանում։ Եվ էլ չեմ ասում էմոցիոնալ առումով ֆոնը փոխվում է մարդու հիվանդ հյուսվածքներով, հիվանդ օրգաններով մարդը, պացիենտը ավելի նյարդային կարող է լինել, ավելի տրամադրություն տատանվող կարող է լինել, դեպրեսիաներ կարող են առաջանալ։ Ուրեմն նաև ճառագայթումը նույն մեթոդոլոգիան է, ինչ որ քիմիոթերապիան է անում, այսինքն այս դեպքում ճառագայթման միջոցով են ցանկանում սպանել, ոչնչացնել քաղցկեղի բջիջներին, բայց ճառագայթումն էլ վնասում է ամբողջ օրգանիզմը։ Բայց այսօր զարմանալի է, չնայած շատերը ոնց որ քաղցկեղների դեպքում մտածում են, թե Գերմանիայում իրենց ավելի լավ կօգնեն, ասենք Եվրոպայում ինչ-որ երկրում, կարող են մեծ ահռելի գումարներ ծախսել, վաճառել իրենց բնակարանը եւ այլն, գնալ Գերմանիա, բայց առանց գիտակցելու, որ մեթոդոլոգիան Միայն տարբերությունն այն է, որ այնտեղ տեխնիկան ավելի զարգացած է եւ ճառագայթման դեպքում կարող են առաջարկել լոկալ ճառագայթում, բայց լոկալ ճառագայթման դեպքում ավելի վնաս է հասցնում կողքի օրգաններին, եղել է դեպք, որ շագանակագեղձը ճառագայթելու ժամանակ նաեւ վնասել են միզապարկից սկսել արյունահոսություններ սկսել քրոնիկ ձևով, այսինքն չի փակվել վերքը։ Եվ հետագան կարող է նույն այդ կողքի օրգանների գանգրենա տալ, քրոնիկ բորբոքում տալ, նաև ճառագայթումը լոկալ տեղային ոչ միշտ է կատարում ու ոչ բոլոր օրգաններում կարելի անել։ Այսինքն մեթոդոլոգիան նույնն է, սկզբունքները նույնն են, պատճառը իրենց չի հետաքրքրում ինչպես մեզ մոտ, բայց սիմպտոմատիկ ձևով փորձում են հեռացնել։ Եվ մի նոր բան չկա, այսինքն Եվրոպայի մեթոդոլոգիական առումով, ինչը որ այսինքն մեր մոտ չկա, այնտեղ կա, այդպես բան չկա։ Ուղղակի ավելի գեր զարգացած է իրենց տեխնիկան, իրենց կլինիկաները եւ այլն, ցածը նույնն է սկզբում։ Նաև նշեմ, որ ճառագայթումից, քիմիոթերապիայից եւ ճառագայթումից հետո, եթե պացիենտը կենդանի է մնում, մեծ հաշվով դա Աստծո հրաշքով է փրկվում, այսինքն մեծ մասամբ Աստծո հրաշքով է, թե չէ շանսերը նվազում են շատ, որովհետև քիմիոթերապիայից եւ ճառագայթումից հետո օրգանիզմը ոչ մի առողջ հյուսված չի մնում։ Եվ լինում են դեպքեր, երբ որ դրանից հետո են դիմում պացիենտները, այսինքն իրենց չեն բուժում, նորից իրենց խնդիրը տալիս են իրենց ձեռքը, ասում են վերջ դուք էլ մեր պացիենտը չեք, այդ ձևով դիմում են, այդպիսի մարդկանց ավելի դժվար է բուժել, օգնել, քան եթե մինչև այդ էին դիմում, այսինքն ես նկատի ունեմ հոմեոպաթիկ մեթոդով։ Ուրեմն նաև նշեմ, որ քաղցկեղների դեպքում մոտեցումը պետք է լինել բժշկի կողմից ավելի խելամիտ, այսինքն ավելի ուշադիր, ավելի ինդիվիդուալ, որովհետև քաղցկեղների դեպքում քաղցկեղը ընդհանրապես նշեմ, որ այսինքն բջիջները քաղցկեղի մեծ մասամբ դա նույն հյուսվածքի բջիջներն են, որոնք կիսվում են ամիտոզ ձևով, այսինքն անհավասարաչափ ու անընդհատ։ Ու անհավասարաչափ բառով չափերով, այսինքն կիսվում են անհավասարաչափ ու անընդհատ եւ քաղցկեղի բջիջների այդ կիսման ձևը ունի հիմք, պատճառ, կամ քրոնիկ բորբոքումներն կամ քրոնիկ հիվանդություններ, օրինակ կարող է հարբեցողի մոտ, եթե տարիներով հարբեցողությամբ է զբաղվում, կարող է նույնպես ստամոքսի քաղցկեղ առաջանալ, լյարդի քաղցկեղ առաջանալ, եւ կարող է ստրեսներից քրոնիկ, բայց ստրես կոնֆլիկտներից առաջանալ, այսինքն երբ որ կամ այդ ստրեսը օրգանիզմին հաղթում է, օրինակ ատելություն, չար ներշնչանք մեկ ուրիշի նկատմամբ, ծանր վիրավորանք, որը մարդը չի կարող
բաներ, որը չի կարող հաղթահարել, այսինքն այնպիսի ստրեսները, որոնք մարդը չի կարող հաղթահարել, այսինքն ատելություն, այսինքն նեղացած է, վիրավորանք է զգում, չի ներում, այդ դեպքում կարող է քաղցկեղ առաջանալ, բայց եթե ներեր, չէր առաջանալ, նույն ձևով վախերը, կա վախ, որը մարդը հաղթահարում է, կա վախ, որը չի հաղթահարել, եթե չի հաղթահարել, դա կարող է առաջացնել քաղցկեղ, տարբեր պատճառներով կարող է լինել, խրոնիկ հիվանդություններից է կարող է առաջանալ, երբ որ օրգանիզմի բջիջները սկսում են մահանալ սխալ ապրելակերպից կամ որևէ հիվանդությունից, այդ օրգանի բջիջները ակտիվ սկսում են կիսվել անհավասարաչափ, որպեսզի կոմպենսացնեն ժամանակավորապես, բայց եթե հարբեցողը ամբողջ կյանքում է հարբեցողությամբ զբաղվում, այդ բջիջների աճը չի կանգնում, անդադ ամիտոզ ձևով կիսվում է եւ դասը մի բան, որ արդեն ուշ է։ Քաղցկեղների շատերը, եթե ժամանակին են պացիենտներ դիմում, լինում է օգնել առանց ծանր հետևանքների, բայց լինում է դեպքեր, երբ որ ակտիվ ստադիայի ժամանակ քաղցկեղի պացիենտը ախտանիշներ չի ունենում, այսինքն ոչ միտեղ չի ցավում, դա էմոցիոնալ ակտիվ ստադիան կարող է նույն ատելությունն է, եթե ակտիվ ստադիայի մեջ է, ինքը դեռ չի ներել ու չի հաղթահարել, ինքը այդ ատելության հետևանքով թոքերի քաղցկեղի ախտանիշներ չի զգալու մինչև վերջ, սկսելու է զգալ, երբ որ արդեն ստադիան ավարտվել է կամ երբ որ սկսի ներել։ Ուրեմն քաղցկեղների դեպքում բուժումը պետք է լինի, այսինքն պատճառը անպայման պետք է գտնվի, եթե պատճառը չգտնվեց, նույն սիմպտոմատիկ ձևով բուժվեց, հետևանքները ծանր են լինում եւ քաղցկեղի նաեւ դեպքում թեկուզ չարորակ որ ասում են, պացիենտը միշտ պետք է իմանա, որ բուժվելու հնարավորություն կա եւ շատ սխալ է մարդուն այն ինչը որ այսօր է կատարում, այսինքն որոշում է մասնագետը, որ այդ պացիենտին մնացել է 3 տարի։ Առաջինը ինքը չի կարող ժամանակահատված նշել, որովհետև ամեն ինչ փոփոխվող է եւ նաեւ պացիենտին շատ սխալ է ասել, այսինքն առողջ մարդուն է, եթե ասեն քեզ մնացել է 5 տարի, ինքը հնարավոր 5 տարի հետո մահ բայց մեծ մասամբ, մեծ հաշվով ճիշտը պետք է ներկայացնել, այսինքն պատճառները գտնվի եւ պացիենտին ասվի, եթե այս պատճառները հանվի, ապա կարելի է օգնել, այսինքն պատճառը հեռացվում է, փորձում է օգնել։ Այս նորից եմ կրկնում, որ քիմիոթերապիայից եւ ճառագայթումից հետո, եթե պացիենտը մեծ մասամբ, այսինքն առողջ է մնում, այսինքն կենդանի է մնում, ավելի ճիշտ, դա Աստծո հրաշքով է կատարվում, առողջ եղեք։